ասացիք, որ նպատակը մինչև 2026 թվականը տուրիստ զբոսաշրջիկների թիվը հասցնել 2.5 միլիոնի։ Դա 2.5 դա հնդիկների շնորհիվ։ Չէ, եթե նայեք հնդիկները կա միջազգային մեթոդաբանություն, թե ինչպես ով է համարվում զբոսաշրջիկ։ Այն մարդիկ, ովքեր աշխատանքային միգրանտներ են, դրանք չեն համարվում, բայց անշուշտ եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ այցելեն, մենք միայն ուրախ կլինենք եւ այդ ուղղությամբ աշխատում։ Իսկ նրանց թիվը Ընդհանրապես պետք է նշեմ, որ ասիական շուկան մեր համար կարևոր նոր զարգացման ուղղություն է եւ մենք պարբերաբար մասնակցում ենք այնտեղ զբոսաշրջային ցուցահանդեսների, իրականացնում ենք տարբեր գովազդային կամպանիաներ եւ պետք է նաեւ նշեմ, որ անցաչափած ես գիտեք Ճապոնիայի գնացել եւ մենք Օսակա Էքսպոյի շրջանակներում պլանավորում ենք 2025 թվականին պլանավորում ենք Հայաստանը Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն, ասում եմ նրա համար, որպեսզի շեշտեմ, որ մենք այսպես ասենք դիվերսիֆիկացնում ենք նաև մեր զբոսաշրջային ջանքերը, որպեսզի կարողանանք ավելի համաչափ զարգացնել մեր զբոսաշրջային հոսքերը տարբեր ուղղություններով, դա մեր ստրատեգիայի մեջ է մտնում։ Իսկ հնդիկների թիվը հստակ կա, որտեղ տպավորությունն է, որ առաջիկա նրանք հայերից շատ կլինեն Հայաստանում։ Ճիշտ ասած, տարբեր թվեր է հնչում, մեր մոտ ունեցած թվերը ասում են, որ այսինքն մեր մոտ ունեցած թվերը, որ վերցրել ենք ընդհանրապես սահմանահատումների վերաբերյալ, խոսում է նրան մասին, որ ավելի քիչ են, քան 30,000-ը, գուցե նաև 20,000-ը, 60,000 էր հրապարակվում թիվը։ Դա ճշմարտությանը չի համապատասխանում, ճիշտ թիվը սահմանահատումներից մենք 2010 թվականից վերցրել ենք սահմանահատումների քանակը ելումուտների եւ մոտավորապես 20 եւ 30,000-ի միջակայքում է լինել։ Արտանետային միգրանտներ են թե զբոսաշրջիկներ։ Չէ, խոսքը գնում է աշխատանքային այն մարդկանց մասին, ովքեր այս պահին գտնվում են Հայաստանում եւ քանի որ մենք գիտենք, որ Հնդկաստանի զբոսաշրջային հոսքերը այդպես մեծ չեն, հետեւաբար դրանք ոչ զբոսաշրջիկներն են, այսպես ասենք։ Դուք միշտ դժգոհում եք, որ աշխատատեղեր կա, բայց մարդիկ չեն աշխատում, այս Հնդկաստանից, ասում են, պակիստանցիներ կամ գալիս են, որ ոլորտներում են իրանք ծառայությունները, թե նաև արտադրության մեջ են ներգրաված, ստատիստիկա կա, որ ոլորտներում են աշխատում, բայց այսպես ծառայություններ մոտուցել։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 1 տարի առաջ, երբ մենք քննարկում ենք 2023 թվականի բյուջեն, ես նշեցի, թե որոնք են 2023 թվականի բյուջեի հիմնական ռիսկերը եւ մենք այդ ժամանակ քննարկում ենք եւ ես նշեցի, որ 3 հիմնական ռիսկերը դրանք աշխատանքային աշխատուժի պակասն է, տրանսպորտային խնդիրները եւ անվտանգային խնդիրները եւ հիմա 1 տարի անց հիմա ուզում եմ իրար հետ վերհիշենք եւ հաստատենք, որ այո, տարվա ընթացքում դրանք են եղել մեր հիմնական խնդիրները, բայց չնայած այդ խնդիրների առկայությանը, գիտեք, այսօր էլ նոր հրապարակվեց առաջին 9 ամիսների հնարթիվը եւ դա 9.2% է, այսինքն չնայած մեծ մարտահրավերներին կառավարությունը գերազանցում է 2023 թվականի բյուջեով դրված թիրախները 7%-ի փոխարեն հասնելով 9.2%-ի։ Վերադառնալով ձեր հարցին, պետք է ասեմ, որ տարբեր ոլորտներում են ընդգրկված շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ, այսպես չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող ոլորտներ մասնագետներ են գալիս Հնդկաստանից, բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելարուսից եւ այսպես ասենք այս մեր տրադիցիոն տարածաշրջանից Ուզբեկստանից եւ Իրանից եւ Հնդկաստանից հիմնականում գալիս են կոպիտ ասած ցածր որակավորում ունեցող աշխատողներ, որոնք բանվորական տարբեր մակարդակի գործեր են կատարում, աշխատանքներ են կատարում։ Մեր հիմա իհարկե մենք մեր ջանքերը ավելի շատ ուղղում ենք նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք արագ աշխատանք ստանան եւ կարողանան մտնել
տնտեսական կյանքի մեջ, որպեսզի կարողանան դառնալ տնտեսական օգուտ, ոչ թե կամ տնտեսական ուժ, ոչ թե բեռ, եւ այդ տեսանկյունից մենք հիմա մեծ աշխատանքներ ենք անում, որպեսզի ապահովենք այդ մարդկանց աշխատանքը։ Պարոն Քյուրքյան, այս օրենքի փաթեթի հետ կապված սրա ընդունումը, այսինքն ինչ կարող է տալ, քննարկման ժամանակ էլ ասացի, որն է հիմնական ուղղությունը, ոնց զբոսաշրջիկների, զբոսավարների որակավորում եւ այլն։ Դրանց հետ զատ ինչ է, նաեւ այդ տուգանքների մասը մի փոքր հնարավոր է բացատրեք, թե օրինակ զբոսաշրջային ընկերությունը ինչ չարեց դրա համար պետք է տուգանք հյուրանոցները ինչն է այսօր։ Տեսեք, գլխավոր խնդիրը, որ ուզեցել ենք լուծել այս օրենսդրական փաթեթով, նոր օրենքով, օրենսդրական փաթեթով, այնպես ռեֆորմի ենթարկել զբոսաշրջության ոլորտը, որպեսզի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից համապատասխանի, այսինքն միջավայրը համապատասխանի մեր ռազմավարական նպատակներին, որոնք են մեր ռազմավարական նպատակները։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, մատուցի բարձր որակի ծառայություններ եւ դրա համար համապատասխան գումարներ վերցնի զբոսաշրջիկներից։ Այսինքն, մենք չենք ուզում, որ մեր երկիրը դառնա, այսպես ասենք, շատ մատչելի երկիր զբոսաշրջության տեսանկյունից, այսինքն մենք շատ էժան ծառայություններ մատուցենք, որպեսզի ապահովենք մեծ քանակի զբոսաշրջիկների այցելություն, ոչ, այսպես ասենք, ավելի շատ ուզում ենք ունենք ոչ թե բիստրո, այլ լավ ռեստորան, այսպես ասենք, որտեղ մարդիկ կգան, կվճարեն համապատասխան գումար, բայց կստանան դրան համապատասխան ծառայություններ։ Այդ ծառայությունները մեր տեսանկյունից բաղկացած են երկու կարևոր ուղղություններից։ Դա ենթակառուցվածքներն են, այսինքն մենք պետք է ապահովենք, որ մեր ճանապարհները լավ լինեն, զբոսաշրջային վայրերը պատշաճ կահավորված, պատշաճ ձևավորված, պատշաճ ճարտարապետական տեսքով եւ այլն ապահովված լինեն եւ այդ առումով կառավարությունը հիմա 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր է իրականացնում, կարող եմ արդեն ասել, որ սկսել ենք իրականացնել, որովհետեւ ըստ էության բյուջետավորված է, արդեն նախնական աշխատանքները գնում են եւ ծառայությունների մասով։ Ծառայությունների մասով մենք զգալիորեն հենվելու ենք այս օրենքի վրա, այսինքն այս օրենքը պետք է ապահովի բարձրորակ ծառայություններ ներգնա, ներքին եւ արտագնա զբոսաշրջիկների համար։ Հիմա եթե կոնկրետ հարցնենք այդ տուգանքների եւ այլնի մասին, տեսեք, գիտեք, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ, արտագնա զբոսաշրջիկներ, օրինակ, վնասներ են կրել նրանից, որ վճարել են զբոսաշրջային փաթեթի համար, բայց հետո չի ստացվել գնալը, որովհետև զբոսաշրջային օպերատորը չի կատարել իր պարտավորությունները։ Հիմա այս փաթեթով մենք փորձում ենք այնպես անել, որ զբոսաշրջային օպերատորը իր կողմից ծառայությունների մատուցումը զուգորդի ֆինանսական կամ ապահովագրական երաշխիքներով, որպեսզի այն մարդը, որ գնում է այդ զբոսաշրջային փաթեթը, իմանա, որ ի վերջո ինքը իր գումարը չի կորցնելու։ Եթե նույնիսկ տալեն այսպես հաջողող են ոչ թե պետության, որպես տուգանք են վճարել։ Այո, իհարկե, այստեղ շահառում բնականաբար այն մարդն ով է վճարել, հա։ Ուղղակի պետությունը, կառավարությունը ապահովելու է այդ ֆինանսական երաշխիքի աշխատանքը, այսպես որ դա լինի ժամկետի մեջ, լինի այնպիսի դրույթներով, որը ապահովի ֆինանսական վնասների փոխհատուցումը։ Այդ առումով, իսկ օրինակ հյուրանոցի դեպքում, տեսեք, մենք ասում ենք հյուրանոցների ծառայությունների մատուցումը կամ ծառայությունների որակի վերահսկումը արտապատվիրակում ենք հյուրանոցների ասոցիացիային, որովհետև շատ կարող ասոցիացիա է, կարողանում են միասին աշխատել եւ դարձել են եվրոպական հյուրանոցների ասոցիացիաների միության անդամ եւ նրանցից սնվելու են, այսպես ասենք, ստանդարտներով եւ գործիքակազմով եւ կարողանալու են այդ ոլորտը վերահսկել։ Հիմա օրինակ, ասենք, 4 աստղանի հյուրանոցը ինչ որ հստակ ծառայությունների շրջանակ է եւ մենք ասում ենք մենք կտուգանենք, եթե դուք հենց այնպես կպսրել եք 4 աստղ առանց իրականում ունենալու այդ որակավորումը, հա, որպես օրինակ տուգանքի։ 14 դեպք է նկարագրված մեր վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխության մեջ, այսինքն 14 դեպքով տուգանքներ են սահմանվում, դրանք բոլորը ուղղված են
որակյալ ծառայությունները ապահովելն են, բայց ինչպես ես իմ խոսքում նշեցի, մեր գլխավոր գործիքակազմը ոչ թե տուգանքն է, այլ մինչև տուգանքը, այսինքն մենք պետք է այնպես անենք, որ զբոսաշրջանային օպերատորը, որը մատուցում է օրինակ ծառայություններ, այդ ծառայությունները մատուցելու ժամանակ արդեն այդ ֆինանսական երաշխիքը ունենա, որովհետեւ մենք չսպասենք կամ չգնանք պատահաբար ստուգենք, տեսնենք չկա ու տուգանենք, այսինքն վերահսկողական մեխանիզմը, այսպես ենք տոտալ վերահսկողությունն է դնելը եւ թվային միջավայրում, այսինքն մենք ցանկացած պայթ պետք է իմանանք, այս զբոսավարները պետք է ունենան իրենց որակավորման ժամկետի մեջ սերտիֆիկատները, դրանք բոլորը թվային միջավայրով վերահսկվելու են։ Շնորհակալություն, այսքան 20 կլաստերների մասին նշեցիք։ Այդ կլաստերները, բայց կոնկրետ որ վայրում է, գոնե դա ասեք, էլի 20 կլաստերները, դրանք որ տուրիստական որ շրջաններն են հիմնականում։